Մատթեոս 16 Երկնային նշանի հայցում Հիսուսից։ Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան ու փորձելով նրանից ուզում էին, որ ցույց տա իրենց երկնային մի նշան, իսկ նա պատասխան տվեց եւ ասաց նրանց. «Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից, եւ նրանց թողեց ու գնաց»։ Փարիսեցիների ու սադուկեցիների թթխմորը։ Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել։ Հիսուս նրանց ասաց. «Տեսեք, զգույշ եղեք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»։ Աշակերտները իրենց մեջ խորում էին ու ասում. «Որովհետև հաց չենք վերցրել»։ Հիսուս այդ իմացավ ու ասաց. «Թերահավատներ, ինչու եք ձեր մտքում խորում, թե հաց չունեք։ Դեռևս չեք իմանում եւ չեք հիշում 5 նկանակը, որ կերակրեց 5,000-ին, եւ քանի սակար վերցրիք, ոչ էլ 7 նկանակը, 4,000-ին, եւ քանի սակար վերցրիք։ Արդ, ինչպես չեք իմանում, թե հացի համար չէ, որ ձեզ ասացի, զգույշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»։ Այն ժամանակ իմացան, թե չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից։ Ճշմարիտ դավանությունը։ Եվ Հիսուս Փիլիպպյան Կեսարիայի կողմերը գնալով հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու որդին»։ Եվ նրանք ասացին. «Մեկը, թե Հովհաննես Մկրտիչը, եւ ուրիշներ Եղիան, իսկ ոմանք, թե Երեմիան, կամ մարգարեներից մեկը»։ Հիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ ես»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծու որդին»։ Հիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի է քեզ, Սիմոն, Հովնանի որդի, որովհետև մարմինը եւ արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, եւ այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն։ Եվ քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, եւ ինչ որ արձակես երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում»։ Այն ժամանակ խստիվ պատվիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը։ Հիսուսի կանխասացությունը իր մահվան եւ հարության մասին։ Դրանից հետո Հիսուս սկսեց հստակորեն հայտնել աշակերտներին, թե պետք է, որ ինքը Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի եւ անարգվի քահանայապետներից, օրենսգետներից, ժողովրդի ծերերից, սպանվի եւ երրորդ օրը հարություն առնի։ Եվ Պետրոսը նրան մի կողմ տանելով սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քավ լիցի քեզ, Տեր, այդ քեզ չի պատահի»։ Եվ նա դառնալով Պետրոսին ասաց. «Ետիս գնա, Սատանա, դու գայթակղություն ես ինձ համար, որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ մարդկանցը»։ Հիսուսին հետևելու պայմաններ։ Այն ժամանակ Հիսուս իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ հետևից, որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն։ Ինչ օգուտ կունենա մարդ,
եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի, կամ մարդ իր անձի փոխարեն ինչ փրկանք պիտի տա, քանի որ մարդու որդուն գալու է իր հոր փառքով, իր հրեշտակների հետ միասին, եւ այն ժամանակ յուրաքանչյուրին կհատուցվի ըստ իր գործերի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն մարդու որդուն եկած իր արքայությամբ։